2204 գործ է թվայնացվել պրոբացիոն ծառայությունում մի քանի ամիսների ընթացքում։ Դարձիր կամավոր ծրագրի երրորդ փուլի արդյունքներն են։ Թվայնացնողներն էլ հիմնականում դպրոցականներն ու ուսանողներն են։ Իմ համար կամավորությունը աշխատանք է, որով ես կարող եմ իմ հայրենիքին թեկուզ շատ չնչին օգուտ թողել ու այդ արդեն այդ մտածողությունը, այդ զգացումը ինձ արդեն ստիպում էր, որ ես թեկուզ այդքան ճանապարհ այդ խցանումները բանը ինձ ոչ մի անգամ չէր հետաքրքրում, ես ասում եմ ես պիտի գնամ, փորձեմ ինչ-որ բանով օգուտ տամ։ 11-րդ դասարանցի Մարիետան փաստաթղթերը թվայնացնելու համար Ագարակ գյուղից գալիս էր Երևան։ Կամավորության երրորդ փուլի մասին տեղեկացա Արդարադատության նախարարության Facebook-յան էջից, շատ ոգևորվեցի, շատ հետաքրքրվեցի, թեման էլ շատ լավն էր, պրոբացիայի ծառայության հետ ինչ-որ գործ ունենալը արդեն հետաքրքրում էր։ Ռոզան էլ Երևանի պետական համալսարանի ուսանող է, մասնակցել է թվայնացման թե երկրորդ, թե երրորդ փուլերին։ Մի գործը շուրջ 200 էջ է պարունակել եւ մենք բոլոր կամավորներով իրականում հսկայական աշխատանք ենք կատարել, թե քանդել գործերը, թե սկանավորել, շատ մանրակրկիտ, զգուշորեն աշխատանք է կատարվել, իհարկե համակարգողների կողմից վերահսկողությամբ։ Քիչ չեն նաեւ այն մարդիկ, ովքեր թեև ունեն աշխատանք արդեն մասնագիտական կարիերա, սակայն ցանկություն են հայտնել մասնակցել ծրագրին եւ շատ հաճախ հենց պատասխանատվության ամենաբարձր դրսևորումն էլ ցուցադրում են արդեն կայացած ճանապարհ անցած մարդիկ։ Արդարադատության նախարարը շնորհակալություն հայտնելով կամավորներին վերհիշում է նրանց հետ հանդիպումը։ Այնքան կլանված էին աշխատում կամավորները, որ մեզ վրա ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում, հարցնում երեխեք լավ եք, այո, եւ շարունակում են գործ անել։ Հետո հաջորդ հարցն եմ տալիս, շատ կարճ կտրուկ պատասխանում են ու շարունակում են իրենց գործն անել։ Եվ ես հասկացա, որ մեր կամավորները ամենայն պատասխանատվությամբ են վերաբերում իրենց առաջադրանքին։ Սրբուհի Գալյանն ընդգծում է, իրենք կարիք ունեն կամավորների։ Շատ կարևոր է, որ պետական ապարատը իր դռները բացելով կամավորի համար ցույց է տալիս նաև նոր հնարավորություններ, որոնք գալու են վաղվա օրվա հետ։ Այսինքն, երբ դուք ավարտեք բարձրագույն ուսումնական հաստատություններ, ձեզ համար բաց են լինելու դռները աշխատանքի այլևս։ Ինչու, որովհետև մենք ձեզ ճանաչում ենք, դուք մեզ ճանաչում եք։ Առաջին փուլում ծրագրին դիմել է մոտ 200 կամավոր, երկրորդ փուլում 530, երրորդում արդեն 780։ Նախորդ երկու փուլերի արդյունքում թվայնացվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության շուրջ 30,000 արխիվային փաստաթուղթ։ Մեր հաշվարկներով պրոբացիայի ծառայության արխիվային փաստաթղթերը կազմում են շուրջ 17,000 գործ, թվայնացվել է այս փուլում արդեն ավելի քան 2,000-ը, հուսով ենք, որ պարբերաբար նույն ծավալով եթե թվայնացումն իրականացվի, շուտով արդյունքը արդեն շատ ավելի էական կլինի։ Նախարարի խորհրդականը նշում է, նախատեսում են սեպտեմբերին սկսել 4-րդ փուլը ընդլայնված կազմով։ Քրիստինե Թորոսյան, Էմմա Վարդանյան, Արամ Հարությունյան, լուրեր։